նույնիսկ խաղաղ իրար հետ պատերազմական որևէ խնդիր չունեցող երկրների միջև դելիմիտացիան տևում է տարիներ։ Դա այդպես բարդ բան է, որովհետև այնտեղ կա աշխարհագրություն, պատմություն, քաղաքականություն, տեղական բնակչության խնդիրներ, լոգիստիկա, ճանապարհներ, ենթակառուցվածքներ եւ կողմերն էլ հակված չեն։ Կողմերն էլ հակված չեն ինտենսիվ արագ այդ հարցը լուծելու, հակառակը հակված են ձգձգելու եւ ես ասեմ, եթե նույնիսկ հակված լինեն դա տարիների արդյունք։ Հա, ուրեմն հիմա եւ հաստատ ասեմ, որ այն չի ավարտվելու մինչեւ Հայաստանի Հանրապետության պետական ընտրություններ։ Եթե նույնիսկ դրանք ժամանակին 26 թվականին լինեն, ակնհայտ է, որ դելիմիտացիան չի կարող ավարտվել մինչեւ այդ տեխնիկապես եւ բոլոր ոչ մի տեսք։ Ուրեմն տեղ է թողվելու, ասելու, որ մենք համաձայնվել ենք, որպեսզի Ադրբեջանը գնար դելիմիտացիայի, բայց գիտեք, որ քանի որ այս դելիմիտացիան շատ երկար է տևելու, հա, մենք խորամանկ ենք, մենք ադրբեջանցիներին խաբեցինք եւ Եվրոպական դիտորդները մնացին։ Եվ ես ուրիշ փաստարկ իրենց պահվածքի, որը ընտրություններին կարելի է խաղացնել եւ կորուստներ չունենալ, ընտրական կորուստներ, այսինքն քվեարկության, ես չեմ տեսնում։ Այսինքն իրենք պետք է դա ասեմ, դա է մեր խորամանկությունը, որ ասել ենք համաձայն ենք, բայց երբ որ դելիմիտացիան ավարտվի, այսինքն ամբողջապես կհեռանան, երբ որ ոչ մի մետր չմնա, չէ, դելիմիտացված, դա էլ բան է։ Էշի գարնանը ես ասում եմ, որ 2 կետ կա, որտեղ մենք չենք համաձայն չենք։ Դե սա էին այդ։ Հիմա իրենք ասում են, որ փոխհամաձայնություն ենք փնտրում։ Ոչ թե մնացած 8-ի։ Հիշում եք նույնիսկ տարբերակերն որ այն կետերը, որտեղ համաձայն չէ, արեք հանենք, փաստորեն կրճատ տարբերակը, հա, շորտ տարբերակը ստորագրենք։ Խոսակցություն կար։ Շարունակում է այդ աստիճան անհամատեղելի էին դիրքորոշումները։ Իսկ հիմա այդպեսի բան չի ասվում արդ։ Դրա համար էլ այսպեսի վստահորեն Արադ Միրզյանը ասում է երկխոսություն կա, դինամիկ երկխոսություն կա Թուրքիայի հետ։ Ալիևին այս իրավիճակը լիովին ձեռնտու է, ինքը իր ձեռքերը ազատ է պահում, անընդհատ մեր դիսկուսը քաղաքական բնականաբար իր շուրջը եւ իր պահվածքի եւ իր հնարավոր գործողությունների իր համար սա լավագույն տարբերակն է։ Միակ տարբերակը, որ եթե ընտրություններից, չգիտեմ, X շաբաթ առաջ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր ոչ չասեմ ոչ պաշտոնական, բայց ոչ բաց խողովակներով չհասցնի, որ առանց այդ թղթի մենք որևէ շանս չունենք մնալ իշխանության, որևէ շանս չունենք, իսկ դա այդպես է։ Նույնիսկ թղթով դա այդպես է, բայց առանց թուղթ դա 100% այդպես է։ Ուրեմն մի բան արեք, եթե չեք ուզում կան, չգիտեմ, շովինիստ, կեղտոտ հայ նացիոնալիստները, որոնք, չգիտեմ, այն որ հեքիաթներ եք պատմում ռևանշ եւ այլն, այդ դրանք կգան, իսկապես դրանք կգան, հա, եւ լավ չի լինի, հա, կամ ֆրանսիացիները կզավթեն Հայաստանը եւ այստեղ բազաներ կբացեն, այդ կստանաք։ Այլ ելք չի մնում իրենց համար այդ թուղթը դարձել է վերարտադրման գլխավոր նախապայման։ Ինչին է ձգտում Ադրբեջանը այդ դատավարություններով։ Մենք դատավարությունները տեսնում ենք տրամաբանությունը։ Ըստ ձեզ ուր է տանում, ինչ խնդիր է փորձում լուծել։ Այն գործողությունները ապօրինի միջազգային իրավունքի եւ ընդհանրապես իրավունքի խախտման արդարացված էին, որտեղ մենք գործ ունենք տերորիստների, զինված սեպարատիստների հետ, սա մեկ։ Երկրորդը հայ ժողովուրդը սխալ է, պատմականորեն սխալ է։ Այն որ Փաշինյանն էլ այստեղ խանդդ պատմական Հայաստանի վրա հարձակումներ է գործում, փորձում է գործել։ Ինքը հայոց պատմությունը շատ մեծ է, ինքը շատ փոքր, համեմատած հայոց պատմությանը։ Հարձակումներ է գործում, դա էլ այնտեղ է, որ հայերը պատմականորեն սխալ ժողովուրդ են։ Սա երկրորդը եւ երրորդը, որ ցանկացած, եթե միջազգային հանրությունը գա եւ ասենք ինչ որ մի բանի համար մեզ մեղադրի կապված էս վերջի տարիների գործողության, ապա մենք
ունենք ապացույցներ, որ դուք էլ շատ վատ բաներ եք արել։ Այսինքն Եվ կներեք ամենակարևորը՝ պահել հայերին նվաստացած, լարված, ծնկաչոք վիճակում։ Այն ֆրազան, որ ասել է Ալիևը, դա պարզապես բլթոց չի, որ ես չեմ թույլ տա, որ հայերը ծնկնից կանգնեն, վեր կենան ծնկներից։ Դա է նպատակը եւ դա երկարատև նպատակ է, դա էս մի շաբաթվա չի, մի ամսվա չի։ Խոսքը գնում է սերնդե սերունդ։ Այսինքն, որ պայմանական իմ թորը դեռ գտնվի ծնկների վրա, եթե իրեն թողեն, որ գտնվի իհարկե ընդհանրապես որևէ տեղ։ Սա է պահվածքը Ալիևի եւ ակնհայտ է իրենք ոչինչ չեն թաքցնում, շատ անկեղծ են այդ հարցում եւ շատ ագրեսիվ։ Փաստորեն Արցախահայության իրավունքների հարցը դա այսպես մենք չկարողացանք եւ 2020 թվականի հետ կապված չկարողացանք, կարող ենք դա անել շատ հանգիստ, 23 թվականին, չասենք չկարողացանք, չուզեցինք։ Եվ այսօր էլ այդ է Հայաստանի Հանրապետության կառավարության գլխավոր գիծը այն է, որ եթե մենք որևէ պարտավորություն վերցնենք կապված Արցախահայության կամ Արցախի հետ, ամենա փոքր, ամենանվազ, ամենասիմվոլիկ, ամենա ոչինչ չպարտավորեցնող, ապա դա բերելու է կատաստրոֆիկ հետևանքների Հայաստանի համար։ Իրենք դա հավատում են դրան, իրենք դա իրագործում են։ Դրա համար կար բոլոր հնարավորությունները հասնել այդ արդյունքին, բայց նաև այս վերջի զիջումները, որը մենք խոսում ենք, ուղղված են դրան, որ նույնիսկ Ադրբեջանի մտքով չանցնի, որ Հայաստանը երբևէ բարձրացնելու է ինչ-որ իրավունքների հարց կապված Արցախահայության հետ եւ Արցախի հետ։ Սա է դա համար չասենք չկարողացանք։ Բանը, այսպես ասեմ, հանգամանքները շատ իշահմեզ էին այդ առումով։ Եվրոպայի դիրքորոշումը, առանձին երկրների դիրքորոշումը եւ այլն, միջազգային դատարանի դիրքորոշումը, իրավաբանական համայնքի դիրքորոշումը, բայց Հայաստանի Հանրապետությունը ընտրել է այդ քաղաքական գիծը։ Տեսեք, ես նույնիսկ չեմ ասում այն սխալ է թե ճիշտ է, բնականաբար ես գտնում եմ, որ սխալ է, բայց այն պաշտոնական է։ Եվ եթե քայլիցները վերարտադրվեն, նա մնալու է պաշտոնական գիծ։ Եվ ամենամեծ վտանգը դա է, ըստ երևույթին։ Այո, ամենամեծ վտանգը նա է, որ օրինական ազատ ընտրությունների պարագայում իրենք վերարտադրվել չեն կարող եւ իրենք գնան մեծ ծանոթ արդեն մեր նորագույն պատմությունից ծանոթ միջոցների իշխանությունը պահելու, այդ դա կլինի կատաստրոֆա։ Չէ, վտանգը այն է, որ Արցախի հայության իրավունքների հրաժարումը դառնում է արդեն քաղաքական ձեռագիր, քաղաքականություն։ Իսկ ինչ է 21 թվականի ընտրությունները վերջացան, ինչ-որ շաբաթներ, ամիսներ առաջ արդեն պաշտոնապես դա դարձավ անց։ Եվ ինչ ասում Փաշինյանն, ասում է մենք փորձեցինք, մենք խոսք էինք տվել 21 թվականի ընտրություններում։ Գնացինք այդ բոլոր հարցերի հետևից եւ հիմա գտանք, որ սա է ճիշտ։